թվականի հոկտեմբերի 24-ին 12:10-ին թիվ ՀԿԴ 0153 գործով անցում է կատարվում հիմնական դատալսումների։ Դատան արձանագրում է, որ նախնական դատալսումներից հիմնական դատալսումների անցումը կատարվել է նույն դատական շրջանակներում, հետևաբար դատավորության մասնակիցների ներկայության առնչությամբ որևէ պարզաբանում կատարելու անհրաժեշտություն առարկայազոր չէ, քանի որ նույն անձին ևս շարունակում են ներկա գտնվել դատական նիստերի դահլիճում։ Այլ նախքան հիմնական դատալսումներին անցնելը դատական նիստերի դահլիճում վկաներ կան, հարությունով վկա եք, խնդրում եմ դուրս եկեք դատական նիստերի դահլիճից։ Այնուամենայնիվ դուք վկա եք հանդիսանում, ձեր հարցաքննությունն ավարտից հետո լիարժեք հնարավորություն եք ունենալու։ Խնդրում եմ դուրս եկեք կպարզենք, հիմա եք տալու թե ոչ։ Այլ վկաներ չկան նիստերի դահլիճում։ Դատարանը մինչև ապացույցների հետազոտումն սկսելը խոսքը տրամադրում է հարգելի հանրային մեղադրողին, խնդրեմ հանդես եկեք բացման խոսքով։ Շնորհակալություն։ Պատվորների դատարան Անդրանիկ Երվանդի Բերանյանը մեղադրվում է այն բանում, որը նա հանդիսանելով ՀՀ 5869 զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ կոչումով փոխգնդապետ, այսինքն Բ հրամանատար ՀՀ կառավարության 2709-20 թվականի թիվ 1586 որոշմամբ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնական դիրքը, որն ազգուշության նյութական ծանր հետևանքներ է առաջացրել։ Այսպես 20 թվականի հոկտեմբերի 9-ին վերադարձ հրամանատարությունից ստանալով զորամասի ողջ, այդ թվում ինժեներասակրավորային վաշտի, այսօր նաև ԻՍՀ, անձնակազմը ժամանակավոր տեղակայման վայրից Արցախի Հանրապետության Արցախաշեն գյուղից Ջաբրայելի տարածք տեղափոխելու հրաման։ Նույն հրամանի համաձայն պատասխանատու լինելով երթակալքից որևէ մեկի դուրս չմնալու եւ հետ չընկնելու համար։ Իշխանազոր գյուղի վարչական տարածքում ժամը 17-ի սահմաններում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող Ուրալ մագնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը ցրված ու պատասխանված դրա շրջակայքում իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար կապիտան Տարոն Նիկողոսյանին, հարցրել ինչումն է խնդիրը, որ անձնակազմը չի տեղաշարժում, ստացել պատասխան, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի ձայն եւ այդ իսկ պատճառով էլ երթը չեն շարունակում եւ անձնակազմը գտնվում է ավտոմեքենայից դուրս, ԱԹՍ-ի ձայնը օդում լսելի լինող պայմաններում եւ անձամբ եւս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը տրված վերոնշյալ հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին երթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով հրամայել է կապիտան Նիկողոսյանին ամեն դեպքում ԱԹՍ-ից պատասխանված անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը, որից հետո վաշտի հրամանատարը կատարել է նրա հրամանը։ Զորամասի թվով 19 զինծառայողներ, կապիտան Տարոն Նիկողոսյանը, ավագ լեյտենանտ Ասատուր Շահնազարյանը, պայմանագրային սերժանտ Հայկ Մկրտչյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հայրապետյանը, շարքայիններ Արման Օհանյանը, Հրաչ Մահտեսյանը, Պավել Սահակյանը, Մանվել Ըրքոյանը, Արթուր Խաչատրյանը, Գևորգ Ղուզանյանը, Արթուր Տիգրանյանը, Փայլակ Ղազարյանը, Արեն Կիրակոսյանը, Արծրուն Արաքելյանը, Սլավիկ Ղազարյանը, Արման Հովակիմյանը, Արտաշես Խալացյանը, Զավեն Հակոբյանը եւ Արմեն Հակոբյանը նստել են ավտոմեքենան եւ շարժվել, երթից 10-15 րոպեան պատասխան հարվածել է վերնշված ավտոմեքենային, որի հետևանքով առաջացած հրդեհից բացի շարքային Արմեն Հակոբյանից մնացած 18 զինծառայողները զոհվել են, շարքային Հակոբյանի, ինչպես նաև Ուրալ մագնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող Նիսան Pathfinder մագնիշի ավտոմեքենայում գտնվող շարքային Օհանյանի հայրը Հարություն Օհանյանն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ մայոր Խորեն Մելիքյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ Ուրալ 43-20-07-051 մագնիշի ՊՆ 7045 Շ զին համարանիշի ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 21.157.070 դրամի գույքային վնաս։ Այսպիսով Անդրանիկ Բերանյանը մեղադրվում է
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի պաշտպան։ Պատվախանը ստան նա կատարում։ Մարկանը երևի թե ընդգծում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հա։ Այո։ Իմ մոտ տարբերվում է։ Նստից հետո տրամադրեք, Իսկ ինչն է տարբերվում, իսկ դասահանավի մոտ։ Այս բան ներողություն բանի կարդացիք, ես որ գրած է այսպես դրա շարունակությունը չէ կարդացիք։ Ինչն է։ Դատանը չէ։ 33-րդ թերթը ավարտում է Արխանջելոս Խավացյան, Զավեն ու հետո 34-ը սկսվում է հետևանքով առաջացած խնդիրները։ Էջի միտողը թողելա բնականաբար։ Զավենի ազգանվան խնդիրները։ Միտող այդ վարույթի սկան տարբերակում։ Չգիտեմ, ես Սկանից է, չէ՞ ձեր մոտ։ Երևի թե չէ, բնօրինակ լինի։ Դատանի մոդելը գրված Զավեն ու հետևանքով։ Չէ։ Խնդիրը Զավեն Ստեփանի Հակոբյանը, Արմեն Ստեփանի Հակոբյանը, ասես միտողը ձեր մոտ Չկա, այսը չունի։ Ամեն դեպքում էական նշանակություն ունեցող, այսպես ասած, որևէ փաստական նկարագրություն չի պարունակում։ Չէ, էական այնքանը որ մենք անվան անուններ են, բացատրված ես կտրամադրեմ վերջին վեճը, չգիտեմ ինչու նա խնդիրը, որովհետև նայում եմ բնօրինակ սկանում ծրացա, չէ, ծրացա։ Դրա համար էլ ըստ ամենայնի բոլոր տեղերը տենց է գնացել, բայց իմ մոտ միանշանակ ինչի ստորագրությամբ իմ տարբերակը կա։ Դե խնդրեմ կտրամադրեք Սենսիա սկանկանում ուղղակի կատարանի արվեստաշնորհ։ Պատվաժան դատարան ներկայացված մեղադրանքի մեկ կողմնություն ընդունում եւ որոնք շահագիր մնացածի մասին դատականության հետագայում։ խնդրեմ։ Այդքանը այ մեղադրյալ Վերանյան Ես լսեցիք հանեն մեղադրողի կողմից ներկայացված հաստական շարադրանքը մեղադրանքի այլ որևէ դիրքորոշում արտահայտելու ցանկություն ունեք այս պայծրությամբ։ Մեղադրանքը չեմ ընդունում, ես վարկաշուն դատարան։ Նստեք։ Դատարան անցնում է ապացույցների հետազոտմանը։ Սկսենք վկաների հարցաքննությունից, խնդրում եմ։ Հինգ րոպեից, դե քանի հարցաքննությունը չի սկսել, կարող եք հիմա դուրս գալ։ Հա, համեցեք անունի մոտ։ Վերջացնեմ, գիտեմ այդ բաները, որ սուբսուսմունք բան։ Օհանյան Հարություն Կարապետի, քաղաք Մասիս, 1977-ի հուլիսի 8։ Բան, հեռախոսից մեզ պասպորտս կա, բայց հաստատել ենք։ Այդ դատավարության մասնակիցներից որևէ մեկի արտական կամ բարեկամը հանդիսանում է։ Չհասկացա։ Դատական նիստերից ներկա անձանց որևէ մեկի հարազատ բարեկամը հանդիսանում է։ Հա, չէ, կինիկը կինս է։ Հա, չէ, ճանաչում, չէ, բարեկամ չենք, ես զուտ ես գործից եմ ճանաչում։ Գործի շրջանառություն եք ճանաչում։ Այդ մեր դատարանը իհարկե հաշվի առնում գործի զայն բնույթը, հաշվի առնում ամեն բան դատարանի համար ընտանելի է, բայց ինչպիսի հանգամանքներում եք
կոմունիկացիա ինչպիսի հանգամանքներ նկարագրել մեղադրյալի հետ, ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում։ Իր այդ ոչ մի հարաբերություն չունեմ զուտ մեր երեխեքի վախտով։ Անց այդ օրն եմ իրան տեսել։ Որը հարաբերություն մեջ եք գտնվում։ Այլ վկա Օհանյան դատան ձեզ պարզաբանում է, որ կարող եք ցուցում ստացել ձեր ամուսին ձեր մերձավոր ազգականի դեմ, եթե չկա նման խնդիր, պարտավոր եք տալ ցուցում, պարտավոր եք տալ ճշմարտացի ցուցումը, ցուցում տալուց հրաժարվելուց ու ցուցում տալու համար կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, իրական օրենսգրքի 507-504 հոդվածով նախատեսված հոդվածներով։ Խնդրում ստորագրեք, որ նախատեսված եք։ Նախքան ձեր հարցակնությունը սկսելը հնարավորինս սուս, հնարավորինս առանց էմոցիաների տրամադրելու, էմոցիաների դրվելու, առանց որակումների և ժողովրդական արտահայտություն։ Հա, չէ։ Ներկայացրեք, ինչ է ձեզ հայտնի։ Երևանում էի։ Ինչ է։ Այդ չեք անել եմ։ Էսի, ինչ է։ Նախքան հարցակնությունը սկսելը խնդրում եմ ձեր անազգանով ընթացեք այդ տեքստը։ Ես Հարություն Օհանյանս ցուցմունք եմ տալիս։ Չէ, արես հա, ես Հարություն Օհանյանս ցուցմունք տալիս, ասել եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Պատմեմ։ Հարցեր տվեք։ Հարցերով դատան սկզբունքային տարբերակներ։ Նստած կարող եք հարցեր։ Շնորհակալություն արդեն ասել եք որ նստած դրա համար չկա։ Ես փաստարկներ ուսումնասիրություններ ասել։ Շատ։ Այ հարգելի վկա, երբ եւ ինչպես եք իմացել, որ ձեր որդին տեղափոխվել են Արցախ։ Ես Երևանում էի, իմ մեծ տղեն զանգեց, ասեց պապ երեխեքին տանում է Ղարաբաղ, աղջիկս պարապմունքի էր։ Աղջիկս պարապմունքից իջցրել եմ, եկել եմ տուն, իրանց իջցրել եմ տուն, փոխվել եմ, իմ ավտոյով մեքենայով շարժվել եմ Ղարաբաղ։ Ամսի երկուսներ ոնց որ տենց։ Որ ամսի Հոկտեմբերի 20 թվականի։ Ինչ նպատակով եք գնացել։ Ինչ ավտոմեքենայով ու ավտոմեքենայով։ Իմ պապայի ջիպով եմ գնացել եմ, որ երեխեքի հետ ելնեմ, իրանց հետ ելնեմ էլի։ Ջիպ ասած եք մարդ։ Nissan Pathfinder էր։ Գույնը։ Տենց դաշտի գույնը, զալատիստի էլ չի, ոչ էլ կարիշնի, շամպայն մետալի գույն է, մի բան է դա։ Երբ եք ձեր որդուն հանդիպել եւ ձեր որդու Վաշտի անձնակազմի հետ լինելու համար որևէ դիստրիբյուցիոն խնդրել եք թե ոչ, այո, ապա Այո, ես գնացել եմ, հասել եմ Ջաբրայիլը պոստ է, Զորամաս։ Ջաբրայիլը արդեն բամբի տելած էր, ընդել որ առաջանում է, այդ սարերի վրից այդ տղեկը գոռում են դու գիշես, ընդեղ մեր ձեռը չի ուր ես գնում, բայց ես գիտեի, որ երեխեքին տաղել են ընդեղ։ Գնացել եմ ընդեղ, տեսել եմ, որ ընդեղ ջարդուփշուր վիճակա տենց սարերի մեջով քշելով եկել եմ ճանապարհին մի հատ երեխա գոռացի կարոյի պապա վիրավոր էր մեքենան ճանաչելուց մեր մասի երեխեքից էր էլի անունը Արման էր կանել եմ այդ ձենը լսելուց իրան վերցրել եմ այդտեղից իր հետ մեր երեխեքին ման գալով եկել ենք մեր երեխեքին գտել ենք բանում հորադիզում գնացել եմ իրանց երեխեքին հələ իրանց շտաբը որտեղ տեղափոխված էր չաստի հրամանատարությունը բացի հրամանատարից այդտեղ միտեղ են ասել եմ ես ինչ մարդն եմ ինձ ստուգել են զանգել են դեսուդեն ստուգել են որ այդ ինչ մարդն եմ իմ հետ լիքը սնունդ ու բան էի տարել այդտեղ թողել եմ այդտեղի բատալյոնի երեխեքին կապնվել են ընդ արգամը կար ես գիտեի այդ աբգարը ես գիտեի հրամանատարն է որտեվ սաղ նստած են կապիտան մայորով ընդ տղեկային այդ աբգարն էր խոսում հետս
Ինձ էլ ասում էր կամած շտաբի պետը քնած է մեքենայի մեջ։ Կամած խոսա, շտաբի պետը քնած է մեքենայի մեջ։ Տենց զանգերով ստուգել են ով եմ, ասել են բա լավ, արդեն տանենք ձեր երեխեքի մոտ, ինչ որ մարդ են կանչել, ինձ մի կիլոմետրի չափ իր այդ գնացել եմ, միջև մեր երեխեքի տեղն են։ Ջարա երեխեքի մոտ ու երեխեքի հետ եմ ելե, բայց արդեն իմ սնունդս ամեն ինչս վերջացածել են մի երեխեքին էին տվել։ Ասեմ ձեզի, որ թե հարցը պրծավ, լավ, հա հարցը պրծավ, չէ։ Թույլտվություն, բա թույլտնդեղ 10 հատ օֆիցեր կար։ Ոչ ոք չի ասել, չի առարկե հələ բանը, իրանք ասում են քուցավը տանեմ։ Սպաներից որևէ մեկին նրանց խնդրանքով ձեր ավտոմեքենայով որևէ տեղ Այո, ես սպաներից, իրանց սպաներից իմ երեխու Վաշտի հրամանատարին, ծառայության պետին իմ մեքենայով տեղափոխել եմ ժողովի, իմ մեքենայով իրանց սնունդ չէին բերում, այդ երեխեքը քանի օր էր, այդ սնունդ չէր մոտիկանում իրանց, գնում էի 10 կիլոմետր, 5 կիլոմետր էսյանից էյանից սնունդ էի բերում, ոչմ էլի։ Այն իջև դեպքը օգտեմբերի 9-ին նեղադրան Ես գիտեք ոնց է, կարող է ինքը տեսած լինի, ես չեմ տպավորվել իմ մեջից, որ տեսած կլինեմ իրան, չեմ տեսել։ Այ անձնակ ետ եք տեղեկացել, որ դեր որդու Վաշտը պակետից պետք է տեղափոխվի։ Հարգել դատախազ, նայեք, ամսի 4-ն էր, թե 5-ն էր, հրամանտվին Ջաբրայել են գնում կամանձիրը ընդեյա։ Ճիշտ ասած, ես այդ օր առաջի անգամ այդ Աբգարի հետ որ խոսում էի, ես որ գիտեի Աբգար թե Արգամա կամանձիր, ես գիտեի կամանձիրն է այդ տղեն, որտեվ սա նայում էի պագոնով տղեկ են, այդ Աբգարը պագոնով չէր, ոչ ոք չէր խոսում, ինքն էր խոսում։ Ես իմացել եմ ինքն է կամանձիրը։ Ամսի 5-ին հրամանտվին, որ գնանք բան, Ջաբրայելի պոստը, Ջաբրայելի զորամասը պետք է հետ վերցնեն։ Մեր երեխեքի հետ ոչ ոք չկար, հենց տենց առանց, ոչ ճանապարհ գիտեին, ոչ Վաշտի հրամանատարը ճանապարհ գիտեր, ոչ գնացինք հասանք Ջաբրայելի զորամասից մի 2 կիլոմետր, 3 կիլոմետր էսյան մի հատ մեծ ծառ կար, ընդ մի հատ գեներալ կար, մի 200 հոգի էլ զորք կար։ Երեխեքին մի 100 մետր հետ են կայնեցրել, ես մեկ է խորեն է գնացել ենք այդտեղ, որ տենանք մի հատ բեղավոր գեներալ է, տենանք ինչ են խոսում։ Եփ ենք այդնում, որտեղ իրանք զորամասից մարդ չկար, բարդակ էր։ Իրանք հրամանը տալիս են ու ոչ մի հրամանատարություն չկար։ Գնացել եմ այդտեղ որ խոսամ, այդ խոսում են, որ հասկանանք երբ է այդ բոյը սկսում, ինչ անում, այդ պահին զգացի, որ այս գեներալը սաղին թողեց ու առաջանում, առաջացավ, նստավ իր ավտոն ու ավտոն արագ գնաց իրա։ Նայեցի դեսուդեն մեկ է զգացինք, որ բան է, յանից տժոց է գալի, ասի խորը մի բան են չի, ու սաղ սկսամ փախնել, վազելով բերել եմ, եկել ենք մեր երեխեքին նստել ենք, հələ այդ տժոցը մեր մոտ չէր հասել։ Մենակ հերվի ձենն էր լսվում։ Երեխեքին նստել ենք ավտոն մի 150 մետր, եկել ենք մի հատ բլուր կար, բլուրի տակ երեխեքի չէ պատը սպարվել են ու դե սկսավ բան Դե որ դել այդ ժողովուրդը հավաքված են, սկսավ բան պիտելնելը։ Այդից հետո տենց սպասում ենք, իրանք ուզում են կապնվեն իրանց հրամանատարության հետ, չեն կարող կապնվեն, մարդ չկա, բան չկա, անտելու դուց գիշերը միջև ժամը մութը ընկել է, լույսերը անջատած, այդից այդ 40 կիլոմետր այդ սարերի ձորերի մեջով ես իմ ավտով ընկել եմ մի 50 մետր դեմը, նայում եմ որ բան չէր երևում որ։ Տենց եկել ենք հասել ենք նորից Ջաբրայել։ Բան, որ հատիս։ Դրանից հետո ամսի մի օր առաջ ժողով էին անում, գնացել Ես այ երբ ասացի այդ ԱԹՍ չէր այդ վաղ, հա։ Տժոց ասեցի, տժոցը ձեր պատկերացում ինչ է։ Չէ, էդի ԱՏՍ չէր, էդի դրոն հելա, դրոն չէ, բան, այն բան էր ոնց որ։ Ինչ է, դու պետք է ասեք։ Այդ որ հարսանիքներին հանում են վերով։ ԱՏՍ-ն անօթաց Հա։ նաև ձեր ասած դրոնը ԱՏՍ-ն դրանք տարբեր դեր։ Այդ վաղ մեկը հայերենա, մեկը հեսա քննության ընթացքում։ Դա դուք ինչ պատկերացիք։
Ես այդ վաղ ճիշտն ասած առաջի անգամ եմ, ես այդ վաղ չեմ պատկերացրել, ես որ տեսամ այդ գեներալը փախավ, զորքն է ծրվավ, ես էլ նույնը արեցի մեր երեխեքի հետ։ Ժամանակ որը մեկը կրակել է դժոխսի։ Կրակում էին, հա, այդ տղեկը սաղիչան, չէ, կրակելը գիտեք եւ սկսել։ Կրակելը այդ վաղ սկսավ, երբ որ մենք բանել ենք, արդեն մեր ավտոյից իջել ենք, պատը սպարվել ենք, այդտեղ սկսել են ուժեղ կրակել։ Ինչո՞վ։ Ամեն ինչով, զենքերով, աղում ձեռը ինչ կար կրակում։ Ինչ կար, ասեք, ինչ կար, ինչ եք տեսել, ինչ զենքեր։ Այդ նայեք, Ավերում եք զենքերը։ այո, ավտոմատով էլ էին կրակում, ամեն ինչով կրակում էին, կա երև սպեցնազներ, այս մեր բանի, բանի սպեցնազներ այդտեղ, սաղը կրակում էին, բայց այդ բանը հանգստացավ, մենք գիշերով հետ ենք եկել բան, այդ մեր տեղը, գիշերով հետ ենք եկել մեր տեղը, ես երեխեքին իջցել եմ, գնացել եմ նորից շարունակեմ, որ դատարանն էլ իմանա իրանց զորամասում ինչ բարտակ կա։ Երեխեքին իջեցրել եմ, գնացել եմ նորից իրանց համար, որ հաց, ջուր կարնամ բերեմ, եկել եմ տեսնեմ մեր երեխեքը չկան։ Եկել եմ տեսնեմ մեր երեխեքը չկան։ Ընկած այդ բաների մեջ երեխեքին եմ ինչ այլ է 4 ժամ երեխայի մանեկը լուսաբացին ճարել եմ, այդ համ ինչ այլ է, իրանց կամանձիներից մեկը հարբած եկել է, կռիվ դավի, ասլա հելեք ստուդ, ես պետք է ստեմ, մնամ գնացեք դեզ ուրիշ տեղ, թիկունքի պետն այլ է, ով այլ է։ Գժվամ, ուզում է եթե դրանց հետ տենց վատ խոսակցություն անեի, բանը, երեխեքը փաթաթվան, բավապար ոչինչ նորմալ է, պետք չի մի գնա ու չեմ գնացել։ Իսկ դեպքի հոկտեմբերի 9-ի նախորդ ժողովը Այո, նախորդ տարել եմ, ինձ ասացին ժողովա, կարողա քո ավտոյով եթանք, ասացի հա։ Տարոնի հետ եմ գնացել։ Բանը, Վաշտի հրամանատարի մազոված է ինքը։ Եվ ժողովից հետ ուր գնացիք։ Տարել եմ մեր տեղից մի ահագին այդ բանը այդ գյուղի մեջ էին Յանը ժողով էր, ասին Յանամ հələ դաժե երեխեքին գիշերով բանը թրաշվել տվին ջղայնացար ասում այս պատերազմին երեխայեք թրաշվել տալի ասում է բանը վարչության պետն է գալ այդ վարչություն ոնց բանը ոնց է վարչություն չէ էլի բան այդ կորպուսի հրամանատարն է գալու ժողովի կարող է միամիտ գա երեխեքին շարի նայի գիշերով 1000-ին այդ երեխեքին թրաշվել են տվել, ես ճար ասում եմ, այդ ինչ եք անում, պատերազմին երեխայեք թրաշել տալի։ Ժողովից հետո տարել եմ ժողովի, ժողովը մտել է հելա, ասել է բանը, առավոտ գնում ենք բան։ Բան էլի է դուրա։ Վերև էլի պատերազմ բան։ Մեզի սենց ասում էին բան, ոնց էր անունը։ Ասում են պետք է թա կճարեք մելոյի գոմերը, մելոյի գոմերով տենց կեթա կտեա։ Այդ տեղակ վայրը ուր պետք է եթենք հիմա մտքիցս լավ չեմ կարող։ Ջաբրայել, հա, բայց ինչ որ մի հատ ուրիշ անուն է կար։ Այ հաջորդ օրը առավոտյան ասացիք պետք է շարժվեցիք։ Առավոտյան հելել ենք բանը ռազվետկի վաշտը մեր կողմն էինք մնում։ Ռազվետկի վաշտը հելեր գնում էր, դες որ գիտեի գնում ենք ճամփե մոլորենք, ոչ ճանապարհ գիտենք, ոչ բան, ռազվետկի վաշտի տղեկին խնդրել եմ, ասեմ արեք ձեր հետ գանք։ Մենք ձեր հետ գանք, ճամփա չգիտենք, ոչ ոք ճանապարհ չգիտենք, մենակ ասում են գնացեք էս իշտեղը։ Անցած անգամ ամսի 5-ին հետ գնալուց էլ հետ գալուց էլ մոլորվում ենք, բա խնդրել եմ, ասեմ արեք ձեր հետ գամ, ասեն ամեն մարդ իր դավո էր ոնց որ անունը, լավ, այսպես տղա էր, էլի զովել է, ինչքան գիտեմ։ Ասեց Հարու ջան, ամեն մարդ իր ժամ ունի, արա ասում եմ մեթալու են կորենք, չգիտենք ոնց է տանք, ասեց ամեն մարդ իր ժամ ունի, ու տենց իրան գնացել են, մենք սպասել ենք, եկել է արդեն պետք է մեր ժամը մոտիկանար, խորեն ասեց արեք ինձ ձեռով մի հատ հաց սարքեմ, էլ այդ նկարը նկարել եմ, երեխեքի մի հատ կալբաշարի տարեց, սաղով նստան իրար կող այդ կալբասը կերան, նստանք ավտոն ու շարժվանք։ Կեսօր լույս էր, չէ, արդեն տենց չեմ կարում, կեսօրոտ էր էլի, բայց չեմ հիշում որ, կեսօրոտ էր։
Դուք ձեր ավտոմեքենան ինչ է, գազ է, բենզին է։ Իմ ավտոմեքենան համ գազայել է, համ բենզինայել է, իմ ավտոմեքենան ես ընդ 2 անգամ լիցքավորել եմ, 2 անգամ։ 2 անգամ պոլնի բակ լիցքավորել եմ, իմ ավտոմեքենայի մեջ էլի պոլնի բակ գայել է, որ քանի որ ընդ սահմանապահ զորքերի վարչություն կար, իմ եղբայրներ սպեցնազի հրամանատարներ էլի գտնվում էր մարտի դաշտում, իրանք այդ 13-րդ զաստավն էին բոյ տալի, այդ հրամանատարությունը ինձ ճանաչում էր, ես մտնում էի, իմ ավտոն զապրավկային անում, զապրավչիկի անունը Կարեն էր։ Իսկ դուք երթի օրը, հոկտեմբերի 9-ին, ձեր ավտոմեքենան ասած ձեզ պոլնի բակ է եղել։ Այո, պոլնի բակ է։ Որը մեկին ձեր ավտոմեքենայի համար բարի վերցնելու հարցումներ եք թե ոչ։ Չէ։ Լավ, շարժվեցիք, դուք ինչ ավտոմեքենա շարժվեցիք։ Ես իմ ջիպով շարժվեցի, իրանք Ուրալով շարժվեցինք, հետո ճանապարհ հասնում ենք այդ բանը, ուղիղ գնացին, մոտիկացանք, ասեց մտնենք զապրավկան ընկանք, որ վերև ենք գնում։ Իրանք գնացին զապրավկի, մենք էլ եկել ենք, այդ խաշմերուկում կայնել ենք, սպասում ենք բանի, որ իրանք զապրավկից գան, երևի մի կիլոմետր, 500 մետր, մի կիլոմետր կարող է այդյանն է իրանք զապրավկի տեղը, կարող է չէ, հաստատ այդյան տեղ։ Զապրավկան են գան ու մենք այդ սարը պետք է վերև լնենք։ Ես ու Խորենն ենք ելել, այդտեղ միլիցիայի պոստեր, վայենի պոստեր, կայնած ենք ու մի 20-30 հոգի այդ խառը, կարող է մի 40 մարդիկ կային, կայնած ֆիդային տղեկ էին։ Այդ գյուղի տղեկից է կայնած, սենց խոսում ենք ու ես ճամփեն էի հարցնում, ասում այդ տղեկ ոնց են կեթում, մելոյի գոմերը, ոնց են էթում, ասում սենց կեթած բացատրում են ու այդ պայն մեր ավտոն շարունակեմ, չէ՞։ Հա։ Խանութ կար։ Այո, խանութ կար։ Բացել եք խանութ։ Չէ, ես չեմ հիշում, բայց խանութը բաց չի ելել։ Երկու հատ ոնց որ խանութ կար, մի հատ Էսյանը, մի հատ Նյանը, մեկի վրան դաժե ոնց որ կրիշ-մրիշը չկար։ Իսկ որ խաշմերուկներ էլի անունը։ Բան Իշխանաձորի խաշմերուկ։ Ավտոմեքենայի, ուղղակի ավտոմեքենայի գնալուց հետո, նշեցիք մնացել եք կանգնած սպասել, դրանից հետո խնդրեմ դրանից իրարացի։ Մենք կանգնած այդ միլիցիայի տղեկից սաղից այդ ճանապարհն ենք հարցնում, ուր են գնալու, այս ինչ տեղակավայրը ոնց են գնալու, ինչ են գնալու, մեզի բացատրում են։ Ու այդ պայն մեր մեքենան, ասենք այնտեղ սենց ծառերով փագ է, էլի, այդ ասֆալտով գալիս է ու սաղ ծառանոց է փագ է։ Մեր մեքենայի մռութը հենց երևաց, բեսպիլոտիկն էլ ձենը ուժեղ մի անգամից սկսավ ու վերևից հելա վերևներս։ Մենք միլիցեքի տղեկի հետ վազելով այսպես կայնացել ենք ավտոմեքենան եկավ բանը, սենց մի անգամից այսպես կայնավ, սենց դեպի մռութը վերև։ Երեխեքը իջել են ու երեխեքի այդ սաղը թե ինչքան մարդ կար, բան, պատասպարված ենք ելել։ Այդ բեսպիլոտիկը սենց ֆռում էր, էթում գալիս էր, ու ասենք այդ պահին մի 5-6-7 րոպե, 5 րոպե երևի այդ վիճակն էր, իրա պիկապ եկավ, իրա չէ, այդ պիկապ եկավ, կանգնեց, եկավ, մենք ամեն մեկս մի սենց բանի վրա կայնած ենք, ես մի 10-15 մետր հետ կայնած եմ, մի հատ ընդ ոնց որ Աստանովկա էր, Աստանովկի կողքը ոնց որ այդ վայնի ռազմականի բուդկա էր փոքր ու ծառեր էր, այդ ուգլի վրա կայնած է, ծառը տակը, պոստ չէ, բան, այդ ռազմական ոնց որ տենց նստում էին մեջ է, էլի, այդ միլիցի տղեկն էին, ոբշն պոստ էր, պահքը տենց պատասպարված էինք, պիկապ եկավ կանգնավ, սենց դուրը բացեց, այդ վիճակը դուրը բացեց, սենց ոտը դրեց ու ինքը ծառի տակով այդ ասֆալտի վրան է կանգնած, ինքը, մի քանի հոգով էին, բայց բան ինքը, մեղադրյալը, սենց դուրը բացեց, այդ վիճակը լավ հիշում եմ, խեք կայն է, տարուն ասեց, բեսպիլոտնիկը վերևը չես տենում, ասեց կապ չունի, դա մեր գործը չի, շարժվեք, ինքը դա ասելուն ու այդ ոնց որ բարձր էր այդ խոսակցությունը, այդ երեխեքը ավտոմատ սենց ոնց
գալիս են ավտոն, ես էսյանից համ մոտիկանում եմ, համ սենց պլի ասեմ, էլի խորեն ես, ով է, բա մեր բանը, մարտականի պետ, նա ասում եմ, ու գորացյարա բեսպիլոտնիկը վերևը, ոնց ես հրաման տալի, ասում է բանը, չես ուզում, սենց այդ ես իրա դեմքը տեա տպավ, սենց ֆրա չես ուզում մի գնա, հետները դուրը փագեց, տա երեխեք այդ պայն հետևել է մի երևի 20 վարկյան, լծվում են ավտոն, իմ տղեն եկավ իմ ավտոյի դեմով անցավ, դուրը բացի ասի, Արման չու, արի կողս, պապ մենք տղեկով իրար հետ ենք, աղբեր ասի տղեկից իշքան տեղ կա, Արմանն ու ոնց որ Արմենն էին հետ բա, օ իշքան տեղ կա արեք իմ ավտոն, չէ մենք սաղով իրար հետ ենք, լծվանք ուզովը, ինքը այդ պային սպասը բանը, լծվանք ոնց որ տենց արագ, լծվանք ուզովը, շարժվան, ես շարժվա հետևից, ինքը շարժվա ուղիղ ասֆալտով գնաց սարերի տակով, մենք բաց հելնում ենք սարը, հելանք սարը, դզվեցինք ու էդի տևել է մի 5-6-7 րոպե, մի 3-400 մետրանոց չեմ իշում կարող է 100, այսինքն քարքարոտ սարոտ տեղեր ու դաշտավայր էր, հելանք դզվեցինք ու Իսկ դուք համազգեստով եք եղել։ Չէ, ես իրանց համազգեստով չեմ։ Որովհետև ինքը գիտեր, որ ես ծնող եմ այդքան որ իրան։ Բա իրանց հրամ ինչքան էլ իրանց մոտ բարդակ էր երևի, բայց ինքը պետք է իմանար, որ ծնող է եկե, այդ զորքետ ֆիրմա, բայց տանում է ժողովի այդ մարդկանց, բերում է, հետում է հաց է բերում, չի կարած։ Ենթադրում եմ, որ գիտեր, հա, չի կարած իմանա։ Ու բացի Վերանյանից Սաղնդեի երևի 90% աֆիցերները գիտեն, որովհետև ես պալատկեք եմ տարե, փակ պալատկեք, որ երեխեք այդ անձրևի սենց գցում ես, ինքը ավտոմատ բացում է, հենց այդ առաջի օրը, որ ես ներկայանում էի ով եմ, տեսամ այդ պալատկեքը վերցում են ամեն աֆիցեր, ես երեխեք հիմար այդ արին, դա ասում են մեկը գցի իմ ավտոն, են մեկը գցի իմ ավտոն, ես է ձեն չէի անում, ասում էի տղա ինձ։ Այն ասեցիք ավտոմեքենայի մոտ երևաց ու լսեցիք բեսպիլոտնիկի ու նաև տեսա։ Իսկ Վերանյանի պիկապի, որի մեջ եղել է Վերանյանը, գալու պահին այդ բեսպիլոտնիկը լսվում է դրա ձայնը, տեսանելի էր, ինչ հեռավորություններ ըստ ձեզ, ինչ տեսքով էր երևում, կանգնած էր, պտտվում էր։ Բեսպիլոտնիկը համ տեսանելի էր, համ ձայն էր շատ ուժեղ լսելի, բայց ինքը պտտվում էր։ Իսկ այդ պտտվելու ընթացքում ձայնը ուժեղանում էր, թուլանում էր։ Ձայնը ուժեղանում էր, թուլանում էր։ Կախված։ Կախված իր հեռավորությունից, բայց տենում էինք մենք իրեն։ Ձեզ ամեն դեպքում տեսանելի եղել է։ Հակել դատավոր, բա մենք Չէ, սուտ բազամանման համար, հստակեցման համար ունդեղ տենց մարդ չկար, որ տեսանելի չլինի, իրանց էլ է տեսանելի էլ է։ Իսկ այդ մահութային եղանուց հետո, երբ որ ինչ եղանակով անմիջապես ասեցիք, որ բեսպիլոտնիկա միջի որոշվեց օգտի իջնեն։ Նայեք, մենակ ես չէ, միլիցեքը ուտեղ իշքան մարդ կար, տղեկ օթը ու սենց խառնվան սաղ իրար, մատ խառնաշպոտ էլ է, մեքենան մենակ ես չեմ կայնացրել, այդ միլիցայի տղեկտել են կայնացրել, ֆիդայինն էլ սաղ կայնացրել են, սաղով կայնել է ու փախել ենք, բախկվել ենք էլի։ Այ բախկվել, պատասխանվել, եղանակը ինչ դեր պատասխանվել, ամեն մեկ բարձա չեք հիշի, բայց Ասեմ ձեզի, ոնց որ ես էի, ծառի տակ որ չերևամ, ծառեր ու բան կար, տենց այդ եմ ասում էլի, սենց ոնց որ կիսատ բանելներ, այդ որ աստանով կոտ տենց տեղ էր, երեխեք համ սաղել պատասպարված Իսկ են։ երեխեքի ձեռքը զենք կար։ Չեմ իշում, ճիշտն ասած, դա չեմ իշում։ Չէ, այդ բային դժվար են քլներ, չեմ կարա, կարողակար չեմ կարա ասել, չեմ կարա իշում, բայց ընդեղ լիքը մարդ էլ է, որ զենք եղել է մոտները։ որը կրակել այդ բանը։ Մեր վաղտ, կոնկրետ այդ վաղտ չէ, միջև մեր շարժվելը կարող է կրակել են, ես չեմ լսել կրակոցից են։ Այդ պային չէ, միջև մեր շարժվելը չէ, թե մեր շարժվելուց հետո կրակել են, կարա։ Այդ պահը տևել է մի քանի, մի 15-20 վարկյան, որ ինքը եկել է երեխեքը լծվել են ավտոն ու շարժվել են։ Իսկ Վերանյանը երբ որ Դաժե, կներեք, դաժե երեխեքին էլ,
ոչ խորենը հասցրել ասի նստեք ավտոն, ոչ Տարոնը, իր այդ բարձր խոսալուց ոնց որ ավտոմատ երեխեքն է ճանաչում են նստել են։ Իսկ առաջին սպաներից հետ ով էր որ մոտեցավ Վերանյանին ով մոտեցավ։ Տարոնն էր մոտիկանում։ Տարոնն էր չի մոտեցել իրան, խոսալով ինքը որ հարց է տալի, Տարոնը տենց խոսալով մոտիկանում էր իրան։ Պատասխանելա իրան ով։ Վեսպիլոտնիկը Տարոնը։ Իսկ Տարոնը դրանից տուգալի մեջ նստել է։ Այո, կբանը կողքը։ Մի բան էլ ավելացնեմ, այդ մեր դեպքից հետո թո դատարանն էլ իմանա մեր երեխեքի մահվանորերը իրանք տարբեր օրեր էին գրել, որ գործը փակ է։ Այո, դուք եք ասում, բարբերաբար նախորդի ասվել է, բայց այս գործի ընթացքում կարող արդեն ասեցիք հարց առաջացավ։ Ձեր որդունը երբ է գրած։ Անցին։ Իսկ ումն է տարբեր 14-ին գրած է Հակոբի տղունը, 18-ին ուրիշին է։ Բայց բոլոր տղաները զոհվել են հոկտեմբերի ձեր աչքի առաջ։ Իմ աչքի առաջ է։ Իսկ այդ առողջության քննությունը դասել են։ Պլյուս դրան, դատարանը թող իմանա գիտեք ես եմ ասում, ու դա միշտ ասել եմ, առաջի դատարանում էլ եմ ասել։ Գենշտաբից մեր տուն մարդ է եկել շտաբի պետի անունից, որ խնդրում ենք բանակի պատիվն է, մի բողոքեք, սենց չգիտեմ էլի, Հիմա երբ որ իվերջո շարժվեցիք իշխանադուր խաչմերուկից, առաջինով շարժվեց, դուք ձեր ավտո Ուրալի դիմացնեք թե հետևը։ Ես հետևից եմ Ուրալն է շարժվե, ինքն է շարժվե։ Ինքը նույն ուղղությամբ է շարժվում։ Չէ, ինքը ուղիղ։ Ասում եմ ձեր ուղղությամբ։ Հա, Ուրալը հետո ես։ Ինքը ում նկատի։ Դե մի անգամ արձագանքեց դրա համար։ Դե մոռանում եմ այդ բառը, որ ուրիշ բառ էլ չասեմ, դրա համար պայտակ տենց եմ։ Այդ բառը մոռանում եմ, դա ուրիշ ուղղությամբ է շարժվե։ Ձեր ավտոմեքենա շարժվելիս դուք եք դիմացել, դուք եք Ուրալն է շարժվե, հետևից ես այդ վաղ։ Իսկ հարվածի պահին դուք իրան հարվածնեք եք թե Հարվածի պահին ես եկել եմ, որ իրանից անցնեմ, հարվածել է։ Արդեն հարվածել է, ես էդի մի վարկյան է տվել, չենք այդ ձենը չեմ ուզում, էլի հիմա նկարագրեմ, այդ ձենն եկել է ու կայնել եմ, տորմուզը դաժը տալիս է, ավտոն խորեն իրան ավտոյի մեջից գցել է։ Խորեն իրան ավտոյի մեջից գցել է վիրավորված, բայց իմ դուռը սաղ սետ կայելած, ինձի չէր վիրավորված, ավտոն թողել եմ ու վազել եմ մեր ավտոյի մեջ։ Ես այդ պահին անցել եմ։ անցած եք։ Հա։ Անցած եմ էլ է, բայց կարող եմ 1 մետր, 2 մետր կամ հավաս մեր Ուրալին։ ՏՍ-ի հարվածից հետո ձեր գործողությունները եւ այդտեղ եկած անձանց շրջանը։ ԱԹՍ-ի հարվածից հետո ես վազելով եկա ավտոն որ սենց էր կայնած հելա կաբինկի վարվելով թռա կաբինկի վրով չկարացի թռնել, բռնեցի, այդ շտից բռնեցի ու հելա վրեն վարվա մտե, բայց այդ պահին մի հատ չգիտեմ ինչ ելավ ընկամ, վերևից ընկամ գետին, տենց մի 2 վայրկյան հետո նորից հելամ վազելով ուզում էի հետևից մտնել, հետևի բորդից բռնեցի, տեսամ բորդի տակը Արմենն է ու այդ բաները վարվում է։ Արմենին ոչ եմ աշկերից զգացի որ բան Արմենին քաշել եմ հետ ու նորից ուզում էի մտնեի մեջը, տեսամ այնյանից մի հատ ջիպ է խորենի վերցնում ու գնում են։ Թողել եմ մեքենան, գոռացել եմ ստեղ էլ վիրավոր կա, այդ ջիպը ֆռացել է, եկել Արմենի մոտ, ես մեքենայի վրա եկա։ Վերանյանը ճիշտն ասած Վերանյանը շատ ուշ է եկել,
Բաժարնի տղեկ եկան, ֆիդային տղեկ եկան, ինձ ավտոյի մոտից բռնում քաշում էին հետ, բաժարնին եկավ մոտիկ չէր կարում վախում էին գային, այդ բաժարնիկներին եմ եղադրելու չի տրաքում էր, պատրոններ էր տրաքում, ես խնդրել եմ շլանգը ես բռնել եմ, իրանց ասեմ հետևիցս կպեք, արեք գոնե մտնեմ, իր այդ տղեկին մեղադրելու չի, իրանց կյանքից իմ հետևից բռնած, որ ես չընկնեի, կարն այդ պահի հանգցրել եմ, այդ պահին, в общем, չգիտեմ, հող էի ուտում, ինչ էի անում, Վերանյանը եկավ հեռու կայնա, վիճավ ավտոյից, տեսա ինքը, իրան քար վերցրեցի ու գորացի տղեկ բռնեք սրան, սրա պատճառով է ինքը նստան ու փախան, էլ գնացին, էլ չեմ եկի մեր մոտ։ Դուք ասացիք, որ ինչպես Դաժե մենակ ես չէի ասում, կներեք ուրիշ այնտեղ այդ գյուղի մեջ ուրիշ տղեկ էլ էին ելել, որ տեսել են ինքն հրամանատվը, այդ տղեկն էլ էին գոռում։ Այս նշեցիք, որ շարժվել եք մինչև Իշխանաձորի խաչմերուկի էլ ձեր ավտոմեքենայում ընդեղից մինչև դեպքի վայրը։ Այդ ձեր ավտոմեքենայը Ուրալի դիմացից հետևից գնալը, ասեցես որևէ կերպ Ուրալի անձնակազմի թիրախավորել արդյոք չէր, թիրախավորել հակառակորդ։ Ոչ, որովհետև հարգելի դատախազ, ես ասեմ ոչ, քանի որ ես ձեզ ասեմ, ես թուրքերն եմ այդ տեսանյութը գցե, ես դրել եմ գործի մեջ, կա տեսանյութով երևում է, որ խաչմերուկից բեսպիլոտնիկը նկարում է մեզի, երեխեքը ոնց են նստում ավտոն ու վարկյաններն է, որ նայ քանի վարկյան է տևում, կհասկանաք։ Այլ տեսանյութը, որը որ վարույթի նյութերում կա, վստահ ընդդեմ եք, որ այդ տեսանյութը դեպքի տեսանյութն է։ Այո։ Ինչով է համոզմունք, ինչու՞մն է։ Որովհետև ես եմ իմ երեխեքն են, իմ ավտոնն է, իրանց ավտոնն է, ինքն է։ Ու այդ տեղն է։ Բջջային հեռախոս ունեցել եք։ Այո։ Ինչ կապի տեսակ։ Բան, էս իմ համարն է, էլի, Վիվասել։ Բռնել է անդր, այսպես ասած, հասանելիություն ունեցել։ Այո, տեղ կար բռնում էր, տեղ կար չէր բռնում, բայց բռնում էր, էլի։ Իսկ դեպքից հետո, դեպքից կարճ ժամանակ առաջ ձեր հրախոսը որովհետև զանգել եք։ Դեպքից հետո ես արդեն որ այդ ես դեպքից հետո ես որ գիտեի իմ աղբերը այդ մի քանի Սարենյանը պատերազմի մեջ է, ես կապնվել եմ իրան, ասեմ Արման, խփել են մեզի, ես ինչ տեղն ենք ու անջտել եմ ու ինձի չէի թողում ոչ ոք մոտիկ գար, ուզում էին սրսկեն չէի թողում ու հիշում եմ որ աղբերս եկավ հասավ ու դրանից հետո էլ բան չեմ հիշում։ Այ ասացիք հաստատ ինքն էլ ինքը Վերանյանն էլ լսել։ Այ ոնց կարա վստահ պնդեք, որ Վերանյանն է լսել։ Որովհետև ինքը կամ պետք է լսելու ունակություն չունենա, որ չլսի, բայց ստեղից ու տենալու էլ պետք է չտենա էլ որ չլսի, բայց դատական էս փուլում ես հասկանում եմ, որ դատավորը հարցը տալի, մարդը լսում է, պատասխանում է, տենում էլ է, չի կար, չէր կարա, չլսեր։ Այդ աստիճան ձայնն է բարձր եղել, այդ աստիճան տեսանելի է։ Այո, այդ ձայնն էլ միջև իմ ականջների մեջ է։ Այդ Իշխանաձորի խաչմերուկ Ու չի կարա տենց մարդ լինի, որ այդ ձենը լսի ու մոռանա։ Պատերազմի դաշտում լուբոյ կրված տղու կարակ հարցնեք դու բեսպիլոտնիկի ձեն լսել ես ու ինքը չի կարա հիմա այդ ձայնը մոռանա։ Ու լուբոյ զինվորի կարակ հարցնեք կտենաք։ Բայց աֆիցերները կարան չլսեն, որ իրանց պետք է լինի չլսեն կամ չտենան։ Ու այդ էլ ասեմ Այնտեղ տենց զինվոր չի ելել, որ մարտի դաշտից փախել է։ 99% 100% զինվորը մեկը մեկի ընկերոջ համար մարտի դաշտից մի մետր հետ չի գնաց։ Ինչքան աֆիցեր կար 100 չեմ ասում, որտեվ լավ տղեկ կային մեջները։ 90%-ը մարտի դաշտ չեն եղել։ Հիմա Իշխանաձորի խաչմերուկում զենքի պարզ Չի եղել։ Ինչո՞վ եք վստահ։ 100% վստահ եմ, այնտեղ չէր կարա զենքի պայստելներ, քանի որ այնտեղ կար վայնի պոստ, միլիցիայի պոստ, գյուղի կենտրոնն էր, բան կար, այդ ինչ անունն է, սանչաստ կար, բենզա կար, ինչ ասես կար, սաղ էր դիվիժենին այդտեղ էր։
Իսկ արկղեր Արկղեր կարող լինել, մարտի դեպի բանում ես որ գնացել եմ հարգելի դատավոր, Ջաբրայել, սաղ Ջաբրայելի ճամփին արկղեր լիքը լցած կային, բայց դատարկ։ Այդտեղ էլ կա արկղեր կարող լինել դատարկ։ Այդտեղ չէր կարա զենք պայ, պետք է անասուն լինեն, որ այդ անեն զենքի պայես սարքեն, էլի չի կարա տենց։ Ու զենքի պայեսը տենց տեղում չեն սարքում կամ դնում։ Բարձր մի քիչ։ Գործը նոր դատարանի կազմով վերսկսելուց հետո ձեր խոսքերից մեկը սենց մի հատ բան եք ասել, որ իրանց որդաներից էլ մի բան են ասել, հետո եկել են բախտիչներ տանջումա ու ճիշտ են պատմում։ Հա, Այո, ես խնդրում եմ ասել, ում ասել։ ասեմ քեզի, դատավարանն է թող իմանա։ Խորենը քանի վաղ իրանց օֆիցերներ խորենի վրան էին ազդեցություն ունեցել։ Խորենի վրան ձեր Վերանյանի ու իր առաջվա փաստաբանի։ Ձեր չէ, հիմա Ամբաստանյանի թե ոնց։ Հələ մի վարքյան։ Ասեմ։ Անձնական փոխհարաբերությունների Չկա անձնական, ասեցիմ ձեր ասма ձեր մի ասա, բա ոնց ասեմ։ Հարգանքով խոսում եմ, ոնց ասեմ։ Ինքը որ ասում եք ձեր անձնական իրավիճակը է ընդունում, եթե կա անձնաշրջանակ, անվանակոչեք։ Նայեք մի վարքյան, նայեք ասեմ, նայեք Աբգարի, նույն Աբգարն էլ էր այդ վաղտ իրանց աշխատողը, Աբգարն էլ էր ասում չեմ տեսե, չեմ լսե, Աբգարը եկավ առաջին նիստին, ու մենք Աբգար ես չեմ տեսե, առաջին նիստին Դավիթ Հարությունյանի մոտ էր, եկավ ցուսմունք տալու, ասեցին հարց ունես, ասի հա, միչե ես գիտեի, որ այդ Աբգարը կրված տղա է։ Ասեցի հա, ասեց ինչ հարց է, ասեցի Աբգար դու ինչքան գիտեմ կրված տղա ես 90 թվերից, ասեց հա, ասի զոհված աղբեր, ընկեր, բարեկամ ունես, ասեց հա, ասել հարց չունեմ։ Այդ օրը Աբգարը լավ ճիշտը պատմեց, ասեց որ պես պիլոտնիկը տեսել ենք, լսել ենք։ Իսկ միջև այդ իր ցուցմունքում ես չեմ եք արտացեք, ինչքան գիտեմ, գրել է որ չեմ տեսել, չեմ լսել։ Նույն խորենին իրանք վրան ազդեցություն էին ունեցել, չգիտեմ, իրանք դուք չէ, հա։ Ես տենց է վերագրում, նայեք, որովհետև խորենը սուտ ցուցմունք էր տվել, մյուս օրը զանգեց, ասում է սար գիշեր երեխեքս Երազիս են եկե հարուտ, չեմ կարացե քնեմ, երեխեքս սար գիշեր բանը, աշկերիս առաջն էին, մյուս օրը հել է գնացել է, ճիշտ ցուցմունքը տվել է։ Ես դրանից եզրակացնում եմ, որ խորենի վրան ազդեցություն էին ունեցել, խորենը ամենասկզբից ճիշտ էր ասել, հետո ասել չեմ տեսել, չեմ հիշում կամ ես ինչ, հետո գնացել ճիշտը ասել։ Ես եզրակացնում եմ, չեմ ասում կոնկրետ ազդեցություն, բայց քանի որ ասեմ ձեզի, որ այնքան չեմ ուզում էլի վաձե, որ այնքան նամուս չեն ունեցել, որ ինձ են մոտիկացել մարդիկ, որ ես չբողոքեմ, ուրիշ ծնողներին են մոտիկացել, որ չբողոքեն, դրա համար եզրակացնում եմ, որ մեզի դաժե մոտիկացել են գնդապետների ու մեր տարբեր ընկերների, իմ աղբերների, որ աղբորս են մոտիկացել դիմե, հստաթոտանի իր երեխուն վառի, հարց չկա խոսքի։ Ուրեմն խորենի վրա էլ ազդեցություն կունենամ։ Դե դուք հարցը տալիս եք, պատասխանում Որ պետք է ձեր ենթադրությունը։ Ես ենթադրությունս, բայց ասում եմ, եթե ինձի մոտիկացել են մարդիկ ու տարբեր մարդկանց միջոցով ու որ ծնողներին էլ ենթադրում եմ, որ խորենի վրա էլ ուրիշ ձևի ազդեցություն կարան։ Ես խորենին չեմ տեսել, այդ դեպքից հետո։ Ես բացատրում եմ ձեզ, չէ։ Փաստը այն է, որ մարդը սուտ ցուցմունքը սկզբից ճիշտ ասէ, հետո սուտը ասը, հետո Զանգ է ինքնա զանգ է, ասելա չեմ կարող քնեմ, երեխեքս արցախ գիշեր աշկից դեմն են, էլ առաշուտ էլ է գնաց է դզել է։ Պարոն Մաման,
դուք դիմում եք հասցեագրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին, որն էլ առիթ հանդիսացրեց ինքն քրեական գործում նախաձեռնելու համար, հարուցելու համար։ Այդ ես խնդրում եմ հայտնել, այդ դիմումը բացի գլխավոր դատախազից և քննչականի պետից, որևէ մեկ այլ անձի դրել է ձեր կողմից։ Չհասկացա հարցը։ Գիտեք ինչ դիմում մասին խոսքը։ Բողոքը որ գրել է։ Ես գրել եմ Հայաստանի գլխավոր դատախազին, զինվորական դատախազին, քննչական կոմիտեին։ Այդ բացի իրանցից, որևէ այլ անձ, այդ թվում նաև այս դատավարությանը մասնակցած անձ կամ մասնակցող անձ տվել եք թե չէ։ Չէ, չեմ ջոգում ինչ ասում։ Այդ դիմում ինչ-որ մեկի բացի, որ հասցեագրել եք այդ պաշտոնատարան ուրիշի տվել եք։ Չէ, դիմումը գրել եմ, տարել եմ, փոստով ուղարկել եմ։ Կամ դա ինչ կապ ունի։ Լավ։ Պարոն Օհան, այդ միջև Արցախի Հանրապետություն մեկները, դուք երբևիցե ԱԹՍ-ին առաջվել եք։ Չէ, ես ԱԹՍ-ին ես ասեցի, ձեր մարդ պիտի պարզ լիներ, այդ հարցը չտայք։ Իսկ հանրային մեղադրողի հարցերից և ձեր պատասխաններից ինձ հայտնի դառավ, որ ԱԹՍ-ին առաջվել եք միայն մեկ անգամ Ջաբրայիլում, որ պատմեցիք այդ հարսանիքի դրոն բարակապատությունը օգտագործեցիք և այս ողբերգական դեպքի օրը։ Հա, չէ, ասեմ, կանի, մի վարքյան ասեմ, գիշերները, այդ որ ընդեղ մնում են, գիշերները նկարող ԱԹՍ-ներ կա, լույսով նկարում են, մեկ էլ այդ վաղտ, որ ասել են ԱԹՍ-ները, բայց նկարող, ինքը լույսով, բարձ։ Այն վաղ չեմ տարբերել, հիմա կտարբերեմ։ Այսինքն ի՞նչն է տարբեր տեսակների ԱԹՍ-ների կառաջվել, ինչ տեսակների։ Նայեք ասում եմ, մենակ այդ գիշերները տեսել են, որ նկարող կա, ասել են էդի վերևից ուժեղ լույսով նկարում է։ Մեկ էլ այդ մերը։ Այդ տրտրոցով որ եկավ։ Պարոն Օհան, ներողություն, այսինքն հարվածային է։ Հա, հարվածային էլի։ Պարոն Օհան, այդ պաշտոնը ստացված գիշերները նաև լուսանկարող սարքեր տեսել։ Մի հատ ես կարամ հարցի վրան հարց տամ։ Հա, գիշերները։ Էդի գիշերները մենակ ես չեմ տեսել, ով պատերազմի այդ Ղարաբաղում եղել է, պետք է տեսած լինի։ Այդ առաջի անգամ տեսած։ Դի ոնց որ աստղն ես տենում, էդ էլ ես տենում, ինքսնս լույս է գցում, թուլացնում։ Այդ առաջի անգամ տեսած հարսանիքի դրոնը, որ անվանեցիք եւ այդ գիշերները, որ հաճախակի հանդիպում էին, դրանք նույնական էին։ Չէ։ Տարբեր էին։ Հա, դու գիշերվանը ձեն չես լսում։ Գիշերվանը դու լույսից ես տենում։ Պարոն Օհան, այդ ասել եք, որ տարոնին տարել եք նախորյակին ժողովին։ Արդյոք մենակ տարոնն է եղել ժողովին գրել գնացել։ Որ ժողովի մասին է խոսքը։ Ամսի 9-ին նախորդած ժողովին։ Ոնց որ հա, ես ու տարոնն են գնացել, բայց ընդ ուրիշ, չէ, բանը ճամփից ոնց որ, չէ, ես ու տարոնն ենք ելի իշքան հիշում եմ։ Վերջի ժողովը 3 անգամ ժողովի եմ տարել։ Խոսքը նախորյակի մասին է։ Վերջի ժողովը, ոնց որ ես ու տարոնն են գնացել, տենց տոշնի չեմ հիշում հիմա։ Ինչքան որ Հա։ ոչ մեկը ձեզ ավելան չի Այլ որ ժողովից դուրս եկան, ինչ ասեն։ Ինչ տրամադրվածություն կա իրանց մոտ։ Մարտական։ Ինչ եմ ասել։ Ինձի աչոտ չեն տվել։ Դուք ասել եք հոկտեմբերի 3-ին կամ 4-ին գնացել եք Ջաբրայել, հա։ Հա։ 3-ին ոնց որ թե 4-ին, հա։ 3-ին ես Ջաբրայելի զորամասում էի։ Պարոն Օհանյան, իսկ այդ Ուրալ մատնիշի Թե 2-ին, ասա։ 2-ին ոնց որ տենց կարող է տենց մի օր իսան։ Այդ նույն տնակի մոտ էր կայանված, որտեղ որ մնում էին տղաները։ Չհասկացա։ Ուրալ Որ տնակի։ Ուրալիզում ինչ-որ մի հատ տնակում մնում էին, չէ։ Ուրեմն լսեք ասեմ, Ուրալը տնից մի 10 մետր այդ տան հատվածում էր ծառերի տակ,
ծառերով փակված տարածք էր ու վրան է բան կար գցած, հա, քողարկված էր, հա։ Պարոն Մահանյան, դուք կարող եք իմանալ քանի անգամ է Ուրալը լիցքավորման գնացել։ Չէ, չեմ կարող իմանալ, մոռացա ասեմ, լավ էլ հիշեցիր, ասեմ։ Մենք Ջաբրայել ամսի 5-ին հետ գալուց Արգելի դատարան ճանապարհին իրանց զորամասի ուրալներից ենք տեսել, որը այլ զինվորներով արկա, որի որ սայլարկեն պրծել էր, սայլարկել բենզին էր, ես չգիտեմ, մնացել էր դաշտի մեջ, ճամփի մեջ։ Ես մի 50 մետր, 100 մետր առաջ եմ կայնացել, բայց նայում էի տղեկը կանեստերներով սայլարկեն իրանց ավտոից քաշում էին, տանում են ավտոն էին լցում։ Եթե այդքան տենց հետաքրքիր այդ սայլարկի մոմենտը, ասեմ իմանաք, որ բան է, այդ վիճակն էլ է։ Պարոն Մահանյան, խոսացինք սայլարկի մասին, իսկ Ուրալի թափքում արկա բենզինի կանիստրի արկայության մասին ինչ տեղեկություն։ Չունեմ, ձեզ դատարանում եմ իմացա։ Ինչպես Դատարանում եմ իմացա։ Մեկ էլ ինչքան բենզին այլ է, դուք կարող եք իմանալ։ Բաղ կարող է բենզին չի էլ է, պրոստը հարց եք տալի։ Այ մշտական տեղակայման վայրից մինչև Իշխանաձորի խաչմերուկ։ Ինչ հեռավորության մասին է խոսքը եւ ինչքան ժամանակ է։ Չեմ կարող ասեմ։ Ինչպես Չեմ կարող ասեմ։ Բայց ոչ հեռու էր, ոչ մոտիկ էր ասում։ Պարոն Մահանյան, պնդում եք ձեր ասածը, որ օդում Ինչ ասել եմ, պնդում եմ։ տեսանել էր եւ լսել էր։ Հա։ Իսկ պիկապը որ եկավ ներկայացավ Խաչմերուկ վերանալի։ Որը մեկ ավտոից իջել ան։ Նայեք ասեմ, ես իմ ցուցմունքերում էլ եմ այդ այտենց գրել։ Հիմա դուք գործի մեջ վրոձի երևում է, որ Վերանյանը իջել է, գնացել է խոսի։ Ես դաժե չեմ էլ իմացել, որ մեջը իրա 3-4 հոգի մարդ կա։ Ես իմացել եմ մեկը շոֆերն է, մեկն էլ կողին, որտեղ ինքը դուրը բա ես որ ասեմ բառ ինչ եմ ասել, պրոստը չարժ, ես որ դե դրա համար չէ, ես որ ասել եմ ես ասեցի ես իմ մեջ այդ ձև է տպավորված, հիմա դուք ասում եք իջել է, չի իջել, ես չեմ կարող ասեմ, ես այդ վարկյանների ընթացքում ինքը դուրը բացել է, ոտը այսպես դրած, խոսացել է տարոնը, որ գալիս էր, հա, ոնց որ ինքը այդ պայն իջավ ու նորից նստավ, ես էլ այդ պայն գոռում եմ արդեն, արա, ոնց շարժվենք, ասում է, չես ուզում հետները մի գնա ու տենց, էդի վարկյաններ է տևե։ Ուրիշ։ Պարոն Մահանյան, այդ մինչև Ուրալը Խաչմերուկ ներկայանալու, դուք ինչքան վաղ եք խորեներ մնացել Խաչմերուկում։ Երևի մի 15 րոպե էլի այդ կարգի ոնց էր։ Իսկ այ խորենին ձեր ավտոմեքենայով երթևեկելով եք կապված։ Չհասկացա։ Սա հարցավարտի դեռ չի ավարտել հարցը։ Այ որ ներկայացել եք տղաների մոտ, իրանց զորամաս կամ եք մշտական տեղակայման վայր։ Դեր այնտեղ գտնվելու պահից ի վեր խորենը միշտ ձեր ավտոմեքենայով էր երթևեկում։ Միշտ երբ ասենք։ Ձեր այնտեղ Միշտի նայեք ասեմ, միշտի մեջ լիքը բաներ կա։ Միշտ երբ կոնկրետ հարց տվեք, կոնկրետ, հա, իմ ավտոյով էլա Գնացել եք, ասել եք երեխաների մշտական տեղակայման վայր, այդ բայց սկսած մինչև դեպքը։ Էդա չէ ենթադրվում։ Նայեք ասեմ, հա, առաջի անգամ որ Ջաբրայել գնացինք, հա, իմ կողմն այլ է նստած։ Տղեկը զինվորները սա Ուրալով, Տարոնի հետ, խորենը իմ կողը։ Մենք առաջ ենք այդում ճամփեն նայում ենք, իրանք գալիս ենք, տանում ենք կամ իրանք է մեր հետ, այդ ձևի։ Բայց ես ընդ գնացել եմ, հաց եմ բերել, գնացել եմ, մարդա վատացե, գնացել եմ, դեղ եմ բերել, մենակ եմ ելել, դա ինչ կապ ունի։ Պարոն Մահանյան, այ ասացիք, որ մինչև Ուրալը Խաչմերուկ գալ մոտ 10-15 րոպե եղել եք խորենի հետ։ Այ
Խաչներու գալուց, Դա- Իրանյանի ներկայանալուց, ինչքան ժամանակային ուզում եք, ինչքան վաղ։ Հարցը չհասկացա է, հարցը բայց չջոգի Այդ միջի։ Ուրալը եկավ հասավ Խաչներու, ու ես պայանը Վերանյանը եկավ։ Ուրալը կայնել է, պատը սպարվել ենք, Վերանյանը եկե կայնել է։ Երևի մի րոպե չի քաշե։ Մի րոպե երևի։ Մի րոպե, 2 րոպե, սենց տոշնի չեմ կարա ժամ, բայց արագ այլ է։ Կարճ, հա, վсё, կարճ։ Արագ բան չի էլ, երկար չի։ Իսու անձնակազմից կար մարդ, որը որ պատը սպարված չի եղել, Չի էլ է տենց բան։ բոլորն էլ պատը սպարված էին։ Այո։ Հիմա ես ինձ կարան ասեմ, պա ծառի տակ կայնած էի, պարկած չէի, ծառը փագում էր։ Ձեր տեսանկյունից Հա, պատը սպարված է, բայց եթե կոնկրետ բաց դաշտում ձեզի հետաքրքիր է ոնց են երեխեքը պատը սպարվում, ամսի 5-ին որ մեզի բամբիտ են արել, ես երեխեքին նկարել եմ պատը սպարված, Ուրալը որտե է կայնած, երեխեքը որտե են պատը սպարված, իմ մոտ կա նկարած, կարամ ցույց տամ, դատարանը տենա։ Այ, պարոն Օհանյան, որ Վերանյանը ասեց, նստեք գնացեք։ Ում էր ուղղված այդ Վերանյանը։ Նայ ասեմ, Վերանյանը ասեց, մեզի էլի զինվորներին։ Վերանյանի ասելուն դաժե չենք սպասել, երեխեքը չեն սպասել, որ հատուկ իրանց հրամանատարը հրաման տա։ Այդ բան ես գոռում եմ արա բեսպիլոտնիկը վերևը, ոնց նստեք, այ տղա շարժվեք, ինքը ու երեխեքը նստում են ավտոն։ Ու դա ու երեխեքը սաղ ավտոմատ նստում են ավտոն։ Ես էլ ավտոմատ չհասկանալով, ես էլ եմ գալի հիմա, ես էլ չեմ հասկացել։ Իմ ավտոյի դուռը բացում նստում, խոտ տալի, որ հետևներից շարժվեն։ Պարոն Օհանյան, այ սպաներից որևէ մեկը հանդիմանել է այդ Վերանյանը։ Այո, Ով, տարոնը։ ինչ ասել։ Սա բեսպիլոտնիկը վերևը, նու ես գոռում եմ, Խորեն Էյանից ասում ես ինչ անում, սա ասում Խորեն ես ով է, ասում եմ մեր մարտականի պետն է։ խորենը տարոնը առարկել են։ Բա ոնց։ Մենակ Խորեն տարենը չէ, մենք որ նս Հրամանատարներից է հարցնում։ դե գյուղի տղեկնել են գոռում, ասում են այսօր արա։ Բացառապես հրամանատարական։ Բայց ավտոմատ նստել ենք ու շարժվել ենք, էլի։ Հնեց այլ է, որտեղ որ հասկանում, ես օրինակ գրաժդանսկի չեմ հասկացել այդ ինչա։ Բայց որ ձեր երեխան նստել շարժվեց ավտոմատ։ Պարոն Օհանյան, այ ասել եք նաև, որ տեսանել եք։ Մոտավոր հեռավոր։ Էլ եմ ասում, տեսանել էր, չես կարող ասես, հիմա օդում դու բան ես տենում, կարաս ասես ինչ հեռավորություն է։ Պրոստը կրկնվող հարցեր է տալի, թող մի քիչ արագացնի, ուրիշ ինչ հարցեր ունի տա։ Կրկնվող հարցերություններ։ Դե իրեք անգամ ասեցիք, տեսել ես, ասում եմ հա։ Ընթացքի վերաբերյալ, արագ ընթանալու վերաբերյալ որևէ կարգադրություններ կա Վերանյանի կողմից։ Ում, Վերանյանի կողմից։ ում, Ուրալը որ ալքշեք։ Ասել ա։ ասենք ում պետք է կարգադրի, ու ոնց պետք։ Ես ասեցի ինչ խոսակցության եմ ներկայել է, ուրիշ բան չի էլ է։ Որ եկավ հրաման տվեց նստեք շարժվեք։ Ասել ա արագ։ Ուրիշ խոսակցություն չի եղել դե։ Զինվորներից որևէ մեկը խոսակցության մեջ մտել է Վերանյանը։ Երկխոսության մեջ։ Չեմ կարող ասում։ Ալուկերի մասով, ասում եք ալուկեր կա։ Բացել եք, տեսել եք դատարկա դատարկ չի։ Հա, Բացել եք։ կոնկրետ այդ Խաշմերուկինը չէ, բայց գնացել եմ Ջաբրայելին առաջի օրը ու մենակ չեմ էլ, այդ երեխան։ Այդ պահին չէ, այդ լսեք ասեմ, այդտեղ արկղեր չի էլ է, նախ։ Հիմա դուք ասում եք էլ, արկղեր սաղ, հիմա ոնց որ ստեղ շոշով քայլ է, սա ընդ մեծ քարը լինի գցած, ընդ մեծ քարը լինի գցած, նույնն էլ ընդ է։ Նշում պարոն Մարգարյանի հարցին պատասխանեցիք, որ արկղերը դեռ Էլ է պատասխանում արկղերի մեջ զինամթերք չի եղել։ Բայց ասում ես Արկղեր, տենց խմբավորված արկղեր չեմ տեսել։ Ձեր տեսածը, տեսել։ Հա, հա։ Բաղապարունակությունը Հա։
Մեջը բանալել է։ Չէ, չեմ տեսել։ Չէ, ես ճշտենք, իրա կոնկրետ այդ որ ասում եմ այնտեղ խմբավորված արկղեր կա գնացել ես, բացել ես, նայել ես, չէ։ Չեմ բացել նայել։ Ասեցի։ Բայց Բայց այնտեղ խմբավորված արկղեր էլ չեմ տեսել։ Հասկանալի է։ Որ տեսել եք, Հա։ դրա մասին։ Պատվաժան դատան, ես հարցը չունեմ, բայց միջնակցություն նոր է, վերջին։ Ես մի հարց ունեմ, պատվաժան դատան, տեսագրությունը, որ հենց Պանյանը ներկայացրել, ես ունեմ ներկայացնել է բաց տա կապված ավտոմեքենաների հեռավորությունների և դիրքերի հովահետերը, հովահարը 700-ական համեմակա, այլ պանային, ես տեսագրությունն է, որը քրեական վարույթի միջում կա, ավտոմեքենաները, երբ որ շարժվում են, արդեն այդ նկատել է, որ դիմացից, ուրալի դիմացից ընթացող մեքենան, բավականին հեռու է։ Հիմա եւ մի բա այստեղ երկու մեքենաները հավասարվում են իրար, հետո ենթադրաբար մեքենան անցնում է, նայեք, ենթադրաբար ձեր մեքենան անցնում է, ճիշտ է, անցավ, Մի 15-20 վայրկյան հետո է ձեն հիմա Ես էլ եմ ասում։ երկու հարց։ Մեկ է, որ եկել հավասարվել եք մի պահել երևում է, որ մի քանի վայրկյան կանգնել եք։ Ինչ խնդիր կար եկաք հավասարվեցիք Ուրալին, ինչ-որ մեկ էլ բան խոսել եք, ինչ-որ բան ասել։ Չենք կանգնել, եկել ենք իրանք գնում են, մենք եկել ենք սենց հավասարվել ենք իրանք, ես անցել եմ, ֆարսաժ եմ արել, սարագությունն եմ հավասարել իրան։ Հիմա ստացվեց, որ երբ որ շարժվում էիք, հաստատի դուք առաջ չեք գնացել, դուք հետևից։ Այո, ես ասացի, հա։ Ես եկա, բա ես ասացի, ես հետևից գնացել եմ, դզվանք դաշտավայրը եկամ անցամ, հարգելի դատավորել եմ, դատախազ։ Ես անցամ, որ կտենակ ֆարսաժով արագ եթում եմ, որ էթաշ ճանապարհ ջոգես, տղեքանդից վերևից որյան մտնեմ։ Ես արագ եթում էի, անցնելուց երևի մի 10-15 վայրկյան։ Ես հարց չունեմ, միջնակցություն բնականաբար ես էլ ունեմ, բայց դատարանում տեսնենք հարցում թե չունեմ։ Դատանը հարցեր չունի։ Պատվաժան դատան, թույլ տաք մի քանի հարց ևս որ Խնդրեմ, հարցեր։ Պարոն Վերանյան, բներեք, այ եթե Վերանյանը չգար այդ պայմը հասնել Խաչմերուկ, ինչ պիտի։ Մենք սպասելու ենք, միջև այդ ձենը գնար, բանը, բեսպիլոտնիկը կորեր, ձենը կորեր, այդտեղ տնայինք ամեն ինչ նորմալ է, նոր մենք շարժենք, ոնց որ ամսի 5-ին արել ենք, ամսի 5-ին հետ գալուց, որ բան պիտի տակենք ընկե բլուրի վրա, էդ իսաղ կամոտս նկարած, սպասել ենք ենքան, պատասպարված, միջև վտանգը անցել է, նոր շարժվել ենք։ Այ սպայական կազմն են սվեի, հաստրել է այդ կար ժամանակահատվածում քննարկումանի և ձեզ հայտնի, որ գիտեք ինչա, սպասում ենք, միջև ատսն գնա ու նոր մեր ամերիկները անենք, Պատասպարված ենք էլ է այդ վաղ, չէ, ես ասում եմ մի հատ տենց Այդ սպաներից ես եք պատասպարվել եք։ Հա, սաղ պատասպարված եմ, տենց կնարկում չի էլ է։ Լսել եք, բոլորը տեսել եք, Այո, հա։ Հիմա չէ, ասեցիք, որ պիտի մնայինք։ Չի լսում, ես ուրիշ բան եմ ասում, սխալ եք հասկանում դուք իմ։ Ես ոնց որ ամսի 5-ին եղել է, վտանգը անցավ, նոր հետ ենք եկել, նույնը հիմա վտանգը կանցներ կշարժվենք դիրքեր։ Հարցը դրալն է, սպայական կազմը ասել է սպաս։ Չէ, ասում եմ, էդի ենթադրում եմ ես, այդ վաղ պատասպարված ենք էլ է։ Ու դաժե ես ասեմ, եթե այդ պահին մենք ուզենայինք այդից շարժվենք էլ, մեզ այդ միլիցիայի պոստն է, վայրենի պոստն է չեն թողելու շարժվենք, պրոստը Վերանյանը, որ եկավ ընեց բարձր հրամայել, ոչ ոք ձեն չանեց, բայց սա գորգորում էին, ես ինչ ես անում։ Պարոն Օհանյան, այդ Խաչմերուկում գտնվելու ժամանակ, երբ որ ԱՊՍ-ն առաջին անգամ ձեր կողմից հայտնաբերվեց, թե լսելի լինելու, թե տեսանելու աննամանգու պայմանավորված։ Այդ դուք այդ ժամանակ դուրս կանգնած եք, թե ավտոյում եք։ Այդ ժամանակ բանը, մենք այդ միլիցի տղեկի ճամփին էինք, միլիցիայի վայենի սենց կայնած ճամփին, ես կոնկրետ ասում եմ տղեկ մելոյի գոմերը ոնց ենք եթում, ճամփին էին ցույց տալու, այդ ձենը եկավ ու իրանք, այդ ձևի սենց
Ես այլևս հարցություն եմ պատվարժան դատարան, միջնորդությունն եմ։ Պատվարժան դատարան պաշտպանի հարցերը ընկնելուց ինձ համար պարզ դարձավ, որ հարգելի պաշտպանը որպես այդպիսին հակասություններ է տեսնում Կա Օհանյանի նախաքննական և Սյունի դատարան տված ցուցմունքների միջև, մասնավորապես խոսքը վերաբերում է այն հակասությանը, թե արդյոք տարոնի հետ միայնակ են գնացել ժողովին, թե ոչ, մեկ հակասություն և երկրորդ հակասությունը ըստ իս պաշտպանը նաև տեսնում է նրանում, թե արդյոք ժողովից հետո հրամանատարական կազմի վերաբերմունքն ինչպիսին են, որի միջև մարտական պատասխան, այդ մասով ես եմ հակասություններ տեսնում։ Ես տեսնում եմ, բայց գտնում եմ, որ այդ հակասությունները էական չեն։ Որը հակասությունական համարում է։ Ոչ։ Միջնորդություն Շուտ։ Պատվարժան դատարան հակասության մեկ պարոն Մարգարյանի կողմից բարձրաձայնվեց, մյուս հակասությունները մասնավորապես պայմանավորվածություն։ Ժողովը մեկնելու տարոնի թե խորեմի հետ գնալը, թե երկու հոգով նույնիսկ հնարավոր երեք հոգով գնացած են։ Ես ասել եմ չեմ հիշում, ու ասեմ քանի։ Իրանց միջև տեղի ունեցած զրույցը բանից ժողովից հետո այդ դրան հակասությունները չեն սպառել։ Պատվարժան դատարան էականներ են, էլի։ Էական հակասություններ։ Դատարանը ուղղակի որոնք են էական, որոնք չէ։ Ուրեմն 25-10 թվականի ցույց մի րոպե, դուք նախ պետք է գնահատեք էականներ թե չեն, որ բարձրացնում եք, խնդրեմ։ Պատվարժան դատարան, ես ուրեմն 25-12-20 թվականի ցուցմունք, 15-09-20 թվականի ցուցմունք, Հարութի և Վերանյանի առանեսում 03-02-21 թվական, Հարություն Օհանյանի արձակնության արձանագրություն 03-02-21 թվական հատորելու գործեր 18, Հարություն Օհանյանի Խորեմ Մելիքյանի առանեսում 05-03-21 թվական, Հարություն Օհանյանի Արտյոմ Պողոսյանի առերեսում հատոր 4 գործեր 177, Հարությունը և Հարություն Օհանյանի և Իսկանդարյանի առերեսում հատոր 4 գործեր 177։ Պատվարժան դատարան, ուրեմն այս բոլոր նախաքննական ընթացքում տրված ցուցմունքները, ինչպես նաև դիմումում, որը միջնորդության դատարանի կողմից հետազոտվել է, պարոն Օհանյանի կողմից խոսք չկա այս բոլոր ընթացքում տեսանելի լինելու մասին։ Պատվարժան դատարան ցուցմունքի ողջ տեքստը գրված, դրանից բացի խոսակցություն չկա նաև պարոն Օհանյանի և պարոն Վերանյանի միջև խոսակցության մասին։ Խոսակցություն չկա, թե օդում բեսպիլոտնիկ կա, ոնց նստեն գնա։ Խոսակցություն չկա, որ հոպը ձեր խնդիրը չի։ Հետևաբար պատվարժան դատարան ես գտնում եմ իմ համար պրինցիպալ չէ, որ այս ցուցմունքները ժամանակ պատնենք դնենք հրապարակենք։ Ուղղակի հարցոտ փորձենք ճշտել։ Այսինքն հակասության մասը դուք դիտարկում եք էական, որ բանն է։ Պատվարժան դատարան, ողջ նախաքննության ընթացքում պարոն Հարություն Օհանյանն իր հարձակումներից և ոչ մեկի ժամանակ տեսանելի լինելու մասին խոսք չի ասել։ Դրանց բան չկա, միշտ եմ ասել ես։ Պարոն Օհանյան, գործունեությունը ձեր մոտ կա, կարող եք ուսումնասիրել։ Ես նորից եմ ասում, ես չեմ ուզում դնեմ այս 5-6 հատուցությունքը նորից հրապարակեմ կարդամ։ Հարցը տանք, միջեցնենք, պատասխան ունեցենք, անցնենք։ Էական նշանակությունը ունի ձեր կողմից մատնանշված այնքանով, որ նշում է տեսանելի և լսելի է, դուք նշում եք, որ նախաքննության ընթացքում և ոչ մի ցուցմունքում տեսանելի լինելու մասին խոսք չի եղել։ Եվ ոչ մի ցուցմունքում խոսք չի եղել պարոն Օհանյանի և պարոն Վերանյանի միջև տեղի ունեցած խոսակցության մասին։ Շնորհակալություն, ինչ կարծիք ունեք հարգելի հանրահավաքով։ Պատվարժան դատարան, իրականում Հարություն Օհանյանը բազմիցս ասում է դատարանում ցուցմունքներ տվել, նախաքննության ընթացքում այո, նախաքննական առաջնային ցուցմունքը ես այսպես ծանր եմ հիշում, առերեսումները ևս ընթերցել եմ, այո, կա հակասություն, բայց շատ կողմ եմ, ինչպես նաև ժամանակի զուր չվատման առում, մենք երկու հարցով այդ հարցերը այսպես ասած փորձենք հարթել և հրապարակենք, որպեսզի ապարդյուն չանցնի մեր ժամանակը, պաշտպանի միջնորդությունը այդ մասով տեղին է։ Պատվարժան դատարան, պաշտպանության պայմանավորված է նաև նրանով, որ այս և նախաքննական և դատաքննական ցուցմունքները հետագայում յուրաքանչյուրս մեր եզրափակիչություններով օգտագործել են։ Եթե դատարանը հնարավոր է համարել, այս ձևաչափով ինչպիսին որ ես առաջ
վերաբերել է հարցը եկան ժամանակահատվածին։ Նատան ընդունելի համարում կողմերի քննարկման արդյունքում իհարկե կայացած դիրքորոշումը վերաբերելի մասով ձեր հաստատումները հնչեցրել որպեսզի չհրապարակվի։ Այ պարոն Մամայան, նախաքննության ընթացքում դուք բազմիցս հարցացնվել եք եւ ձեր ուսումններից որևէ մեկի ժամանակ, այդ թվում նաև իմ կողմից նկարահանված դիմումում, ով գլխավոր դատախազի եւ Ինչական կոմիտեի նախագահին, դուք հաստատել տեսանելի լինելու մասին որևէ բան չեք ասում։ Երբևից։ Իսկ հիմա ասում դատաքննության ընթացքում ասում եք, որ եւ տեսանելի է եւ լսելի։ Ինչպես կբացատրեք տեսանելի։ Էլ եմ ասում, ԱԹՍ-ն համ տեսանելի է, համ ձենը լսելի է, նախաքննության ընթացքում մի հատ կարակ ասեք դիմումը ես երբ եմ գրել, ասեք ես ձեզի ասեմ դուք հասկացեք։ Չէ, մի վարքյան, դեկտեմբերի 20-ին։ Շո, ուրեմն ես միջև դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, միջև մարտ, ապրիլ հիվանդանոցներով, բաներով ես բուժվելուց եմ ելել ու սենց ու դաժե այդ դիմումն էլ որ այդքան ուշ եմ գրել ի վիճակի չեմ եղել։ Չեն հարցրել, չեմ ասել։ Կամ տեսանելի լսելի եղել է թե ոչ։ Այո, տեսանելի, նայեք ոնց է, այդ կոնկրետ այդ օրը ինքը տենում ես, ինքը Սարա Անցավեյան, այդ պահին չես տենում, բայց ձենը լսում է, նորից եկավ էսյան, նորից տենում ես։ Պարոն, այ էլի վկայակոչած բոլոր ցուցումներում դուք երբևիցե խոսք չեք ասել ձեր եւ պարոն Մոհանյանի վերանանի միջև տեղի ունեցած խոսակցության մանավանդ չես ուզում մի գնալ։ Ես երրորդ դատարանն է, որ այդ խոսակցությունը ասում եմ, նախաքննության վախտել կարող է չեմ բան արել, ես երրորդ դատարանն է, որ ասում եմ ու պնդում եմ։ Պատվարժան դատան, հակասությունները ըստ պաշտպանության կողմից սահմանափակված է այսքան։ Շնորհակալություն այլ հարցեր կան։ Ոչ պատվարժան։ Զբաղեցնել եք դատական ինտերեսանտներ չունի։ Սույն դատական նիստի համար որևէ այլ անձ արձագանության համար ծանոթված չէ։ Դատարանն արձանագրում է, որ հաջորդ դատական նիստը կողմերի հետ նախապես համաձայնեցված է հոկտեմբերի 20-ին ժամը 11:30-ին։ Դատարանը այդ նիստի համար կծանոթի Պատվարժան դատան ընդգծված մի առաջարկություն ես նախորդ անգամ եմ ասել, դատարանը ասել է գործընկերոջ դատարանը ճիշտ չէ, պարոն Տիգրան Դավթյանի մոտ ես նույն օրը ամսի 28-ի մասն չէ խոսքում։ ծանոթի Ամսի 28-ին ժամը 9-ից նիստին, պարոն Դավթյանի մոտ։ Այս դատարան։ Ժամը 11-ին նշանակած է։ Ժամը 2-ին Մասիկում, պարոն Մելքոնյան, իրան մոտ էլ մեկ այլ 11-ից առնվազն մինչև դատարանը խոստացել է, որ Տիգրան Դավթյանին կասի, որ 15-ին ավարտի։ հա, Դավթյանի հետ խնդիր չի միանշանակ։ Դատարանը որպես խոսքումից չի հրաժարվում, կխնդրենք Տիգրան Դավթյանի պարոն ժամը 10-ին Եվ 3 ժամին մասորեն ունենալու նախապես պայմանավորվենք ում նախապատրաստվենք Երկու վկա թող կա։ Այս Արմենը խորանը Արմեն Ստեփան Յակոբյանը Խորեն Սիմոնյանը չենք հասցնել Արմենի հաստատ հասցնենք։ Ես խնդրում եմ այսօրվա եւ նախորդ նիստի ձայնավորությունը Չվասեցինք առանց քեզ լսել։ Եկեք հոկտեմբերի 28-ից հետո իր դատարան նիստերը նշանակեն
շաբթի օրը 10-ից կամ որ հարմարություն լինի 11-ից 11-ից Մենք խնդիր չունենք։ Դե հասնելու 11-ին լավ է։ 11-ից մինչև 11-ից մինչև ինչքան կհասցնենք դատարանը այդ ծանրաբեռնությունը։ Մինչև իրիկում, քանի հատ վկայական Պատվաժան դատան, 11-ից մինչև 3-ը ես ապրում։ Կարանք 4 ժամ աշխատում։ Ոչ ապրում։ Ինչ նիստում եք 11-ից 3-ը։ 3-ից հետո ստեղ ա, ստեղ Ինչական է։ Դե մենք կարձանագրենք մի հատ նոյեմբերի 3-ին ժամը 11:00-ին 11-ից 3։ Հասկացանք, հարգելի պաշտպան, կարող եմ ամսի 3-ին ուրիշ բանապատան փոխվում ա ձեր գրաֆիկը։ Ամսի 6-ը 12:00-ից սկսած երբ ասեք։ Ես ժամը 2-ին կենտրոնում նիստում եմ։ 11-ին նշանակենք։ Մեզի հարմար է, մենք 10-ին է կարող։ Դե 10-ին նիստում դատարանը չի կարող։ Նորովեցը 11-ին ժամը Ժամ 11-ին։ Պատվաժան տան, նորից համսպանիսին։ Նոյեմբերի 6-ին ժամը 11-ին։ Մի հատ է այն շաբաթվա մեջ նոյեմբերի 11-ին ժամը 11-ին Հարմար։ 11-ին ժամը 11-ին, հարմար։ Նոյեմբերի 11-ին ժամը 11:00։ Մի քանի հատ արեք էլի արեք, որ բան չի։ Դե կհասկանանք ընթացքում նոյեմբերի ընթացքում էլի կնիշ։ Կարամ մի հատ է 10 իվարկյան ներողություն նոյեմբերի 13-ին։ Չէ, նոյեմբերի 13-ին, չէ, ես էլ չեմ կարող, նոյեմբերի 14-ին։ ես գորիս եմ 13-14-ին ժամի առումով հասկանամ։ Դուք երբ որ Ես 13-ին գորիս եմ նիստի, հարում եմ, բայց առավոտ շուտ չեմ կարող նիստում։ Չէ, կարող նշանակենք Պաշտպանը մի հատ դեսենք հարմար Պատվաժան դատան, ամսի 14-ն, չեմ ասում, 14-ն խոսք։ Ամսի 14-ին, ժամը 10-ին ստեղը, ժամը 2-ին մասիվում շենգավիթում եմ պարոն Դավիթ Բավարյանի մոտ, էլեգինվորական գործը, չգիտեմ ինչ է Իսկ նա 12-ին, 11-ին եւ 12 ժամը 12-ին նոյեմբերի 12-ին։ 11-12 ուր հետևից։ Հա, խնդիր կա։ Հա, չկա խնդիր։ 12 Արտախազում։ Ահա,